Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասի թեման կրկին հարցական նախադասություններ եւ անդրադառնալու ենք հատուկ եւ ընդհանուր հարցերին։ Ինչպես են կազմվում այս հարցական նախադասությունները, ինչպես են տրվում պատասխանները եւ ինչ ինտոնացիայով են նրանք արտահայտվում։ Առաջինը քննարկում ենք ուրեմն general questions, ընդհանուր հարցեր։ Հիմա վերցնենք նախադասություն simple present-ով տրված նախադասություն եւ կազմենք հարցադրումը. I always help my relatives. Ես միշտ օգնում եմ իմ հարազատներին. Simple present ժամանակաձևով. Ինչից ենք իմանում, որ simple present, այսինքն պարզ ներկա ժամանակաձև, նայում ենք կառուցվածքին, ուրեմն by-ը help, առաջին դեմքի ես եւ help օգնում եմ։ Գլխավոր նախադասության գլխավոր անդամները ենթակա եւ ստորոգյալ, ուրեմն դրված է առաջին դեմքով։ Ինչպես են կազմելու։ Հարցը տրվում է ընդհանուր նախադասությանը, այսինքն ես միշտ օգնում եմ իմ հարազատներին, պետք է պատասխանը լինի այո կամ ոչ։ Ես միշտ օգնում եմ իմ հարազատներին, կամ դու միշտ օգնում ես քո հարազատներին, նա միշտ օգնում է իր հարազատներին։ Պատասխանում եք այո, օգնում է կամ ոչ չի օգնում։ Հիմա խոնարհենք simple present ժամանակաձևով բոլոր դեմքերով։ I always help my relatives. Առաջին դեմք նայում եք, հաջորդը you always help, he կամ she always helps, we always help եւ այլն բոլոր դեմքերով։ I always help my relatives. Մենք գիտենք, որ simple present ժամանակաձևի օժանդակ by-ը դուն է, դու։ Նախադասության սկզբում դնում ենք դու։ Դրեցինք դու եւ շարունակությունը do I always help my relatives, վերջում հարցական նշան։ Ուրեմն ես հարցական նշանը հիմա տեղադրեմ։ Վերջում հարցական նշան։ Պատասխանը yes I do։ Եթե հայերենում անմիջապես ասում եք այո կամ ոչ, անգլերեն օժանդակ by պետք է տեղադրվի այո եւ yes I do։ Yes I do։ Հակառակ շրջուն կամ no I don't, սա է ժխտական այո ոչ։ You always help my relatives. Դու միշտ օգնում ես իմ հարազատներին։ Հիմա հարցն են կազմում, քանի որ օժանդակ by միջոցով են կազմվելու, դուն գալիս է առաջ, do you always help my relatives, կրկին հարցական նշան, yes I do, no I don't։ Գիտենք, որ եւ հարցականը եւ ժխտականը դու օժանդակ by միջոցով է կազմում։ Հիմա երրորդ դեմքին անցանք, որ մի քիչ տարբերում է he, տղան կամ աղջիկը he կամ she always helps։ Եթե վերևում մնացած դեմքերի համար ասում ենք help, քանի որ երրորդ դեմք եզակի թիվ է, ասում ենք helps։ He կամ she always helps my relatives. Նա միշտ օգնում է իմ հարազատներին։ Հարցը կազմելու համար դուն կդառնա does, որտեղից does, ինչու ոչ դու այլ does, այս վերջավորությունը helps գալիս է դուի վրա եւ այստեղ ավելանում է ի ձայնավորը, ստացվում է does he կամ she always help, արդեն սն չի լինի այստեղի, սն վեր է կենում, ինչու, որովհետեւ միացել է դուին։ Does he կամ she always help my relatives, նա միշտ օգնում է իմ հարազատներին։ Yes he կամ she does, դուն դառավ does, այսա does։ Կամ no he կամ she does not, կամ երկար պատասխանը պետք է ասեք no he does not help my relatives։ Նախադասություն կրկնեք։ Անցնում եք հոգնակի թվին we always help my relatives։ Մենք միշտ օգնում ենք իմ հարազատներին եւ այստեղ հոգնակի թվում բոլոր օժանդակ բայերը կլինեն դու եւ վերևի նման do we always help my relatives, yes we do կամ no we don't։ Հաջորդը you always help my relatives, դուք միշտ օգնում եք իմ հարազատներին, do you always help my relatives։ Պատասխանը այո կամ ոչ, yes I do, no I don't եւ վերջինը նրանք միշտ օգնում են իմ հարազատներին։ They always help my relatives. Do they always help my relatives?
yes, they do կամ no, they don't։ Եթե ուշադրություն դարձրեցիք ինտոնացիային բարձրացող ձայնով, ինչպես է ասում do I always help my relatives, ձայնից բարձրացավ, ուրեմն simple present-ի ժամանակ, այսինքն ընդհանուր հարցի ժամանակ, ավելի ճիշտ այսպես ասեմ, ընդհանուր հարցի ժամանակ ինտոնացիան վերև, ձայնը բարձրանում է։ Do I always help my relatives? Do you always help my relatives? Does he կամ she always help my relatives? Ձայնը բարձրանում է։ Հիմա անցնենք special questions, հատուկ հարց։ Ինչու է կոչում հատուկ հարց, որովհետև այն տրվում է հատուկ առանձին նախադասության բոլոր անդամներին։ Կրկին այստեղ նույն նախադասությունն եմ գրել, I always help my relatives, նույն simple present-ով ժամանակաձևով նախադասություն։ Հիմա տեսնենք այս special question-ի ժամանակ, հատուկ հարցի ժամանակ ինչպես է լինելու հարցադրումը։ Այստեղ արդեն ընդհանուր հարց չի լինելու, ամբողջ նախադասությանը չի վերաբերելու եւ yes կամ no չենք ասելու։ Իսկ ինչպես պետք է ասենք։ Special question-ի ժամանակ տրվում են հարցական բառերով, դերանուններով, ով, ինչ, որտեղ, երբ, ինչու, այդ դերանունները կազմում who, what, why, when, where եւ այլն։ Հիմա կազմում ենք նախադասությունը, հատուկ հարցի, հարցական նախադասությունը։ Սկզբից սկսենք yes-ից։ Ես միշտ օգնում եմ իմ հարազատներին, ով է օգնում իմ հարազատներին, ում եմ օգնում, իմ հարազատներին եմ օգնում, հաջորդը ինչ եմ անում միշտ, ում հարազատներին եմ օգնում, ինչ հաճախականությամբ եմ օգնում իմ հարազատներին, տեսնում եք բոլոր հարցական դերանունները այստեղ գործածվել են, special question-ները կազմվում են հարցական դերանունների միջոցով։ Հիմա սկսենք առաջին I, who helps my relatives, who helps my relatives, ով է օգնում, I, փակագծի մեջ I, նայում եք առաջին հարցը տվեցի, պատասխանեցի, who կամ whom do you always help, ում ես դու միշտ օգնում, relatives, հարազատներին։ Հաջորդը, what do you always do for your relatives, դու միշտ քո հարազատներին ինչ ես անում, օգնում ես, չէ՞, գրել եմ help, օգնել, ուրեմն what do you always do for your relatives, help, whose relatives do you always help, ում հարազատներին ես միշտ օգնում, իմ, my, եւ how often do you help your relatives, ինչ հաճախականությամբ ես դու օգնում քո հարազատներին, ինչքան հաճախ ես, որքան հաճախ ես օգնում քո հարազատներին, always, միշտ, ուրեմն բոլոր նախադասության բոլոր անդամներին հարց տրվեց եւ պատասխանը ստացանք, ով է օգնում, ինչ հաճախականությամբ է օգնում, ինչ է անում, օգնում է, ում է օգնում, հարազատներին, ում հարազատներին, իմ հարազատներին եւ այսպես բոլոր անդամներին հարց տվեցինք եւ պատասխանեցինք, գտանք պատասխանը։ Հիմա եթե նախորդ ընդհանուր հարցի ժամանակ ինտոնացիան բարձրանում էր, ձայնը բարձրանում էր, հատուկ հարցի ժամանակ արդեն ձայնը չի բարձրանալու, այստեղ հատուկ հարցի ժամանակ ձայնը իջնում է։ Հիմա նորից կրկնում եմ, who helps my relatives, who-ի վրա հարցականը դրվեց, իսկ վերջում ձայնը իջավ ներքև, who helps my relatives, whom do you always help, whom, who, հաջորդը, what do you always do for your relatives, ուրեմն հատուկ հարցի ժամանակ իջնող ձայնով, ընդհանուր հարցի ժամանակ բարձրացող ձայնով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։